Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մի բան էլ կա, պարոն վարչապետ, որը շատ սովորական է դարձել մեզ համար, դա շահութահարկի նվազեցված դրույքաչափն է, որովհետև մենք շահութահարկի դրույքաչափը 20%-ից իջեցրել ենք 18%, եւ օրինակ եթե հաշվենք, թե որքան ավել կվճարեին մեր տնտեսվարողները շահութահարկ, օրինակ 2025 թվականին եթե լիներ 20% դրույքաչափ, դա ավելի քան 45 միլիարդ դրամ կլիներ, այսինքն դա եւս մի աջակցության ձև է, որով մենք այդ փողը թողել ենք մեր բիզնեսի մոտ, իրենց տնտեսական գործունեությունը ավելի արագ զարգացնելու նպատակով։ Դե այդ բաները պետքա հասկանեք, այդ բաները պետքա ասել։ Որովհետեւ դա տենց էլ պետքա լիներ։ Հիմա ով է հիշում, որ շահութաբանի եկամտային հարկա նվազեցվել, շահութահարկա նվազեցվել եւ այլն, ով է հիշում, որ միկրոբիզնեսի չնայած ի պատիվ պետքա ասեմ, այն օրը Աղավնաձորի կամ Արփիի, որովհետեւ այդտեղ էլ հարց ծագեց, այդ Արփիի շուկան է, թե Աղավնաձորի շուկան է, պետքա շնորհակալությամբ արձանագրեմ, որ այնտեղ աշխատող կանանցից մեկը շատ հստակ դա արձանագրեց, բայց էլ եմ ասում, այդ չնայած այդ էլ նորմալ է, որ մարդիկ դա ընդունում են որպես հենց այդպես էլ պետքա լիներ, համեցեք բան Գրիգոր։ Ուղղակի առաջարկ, պարոն վարչապետ, ես կարծում եմ մենք ստեղ ազգային ժողովում քննարկումների փուլում կարող ենք մի կետ ավելացնել, որ այս շեմը քրեականացման ենթակա վարույթ քրեականացնում է, եթե նախորդ տարվա վճարված հարկերի X%-ից ավելը։ Չէ, ինքը փաստ օբյեկտիվ է, դատողության Չենք կարող ասել, որ վտանգավոր կլինի, եթե ասենք, որ այս իրադրությունը գնահատելիս նախաքննության մարմինը հաշվի առնում բանը նախորդ տարի վճարած հարկերի ծավալը եւ սրա Վարչապետ, տեսեք, իմ միտքը որն է, էլի ես ուզում եմ բացահայտեմ։ Հիմա մենք սահմանում ենք դիսկրետ չափ, այս ամեն ինչ որ արվում է ճիշտ է արվում եւ ճիշտ է դա։ Բայց մենք սահմանում ենք դիսկրետ չափ, այդ դիսկրետ չափը խոշորի համար մի թեմա է, այսինքն արարքի մասնակիցների թիվը ու հանգամանքները այլ են, որովհետեւ ես ասեմ, եթե մենք ունենք հարկատու, որը նախորդ տարի 5 միլիարդ հարկա վճարել կամ 10 միլիարդ, իր մոտ այդ 30 միլիոնի կամ 45 միլիոնի խախտումը մեծ կոլեկտիվի գործողությունների հետևանք է ինչ-որ։ Այսինքն այդ արարքը շատ դիվերսիֆիկացված է եւ այլ եւ այլ։ Եվ մյուս կողմից էլ ես նայում եմ 5 միլիարդ հարկ վճարողին ասել, որ 30 միլիոնանոց խախտումը X շեմա, որը քրեականացնում է, ես կարծում եմ մենք ցույց չենք տալի, որ շատ լոյալ ենք բարեխիղճ ու խոշոր հարկատուների նկատմամբ։ Դա իր համար ակնհայտորեն դառնում է գլխացավանք մեկ, երկրորդը, որ ես վստահ եմ, որ 5 միլիարդ հարկ վճարողի նկատմամբ վարչարությամբ այդ գումարները շատ արագ կարելի է վերականգնել, որովհետև ոչ մի 5 միլիարդ վճարող հարկ 30 միլիոն դրամի միտումնավոր խախտում չի անի, դա ուղղակի եկեք մեր հարկատուներին էլ վերաբերվենք նենց, ոնց որ իրանք կան։ Եվ այս իմաստով ես զուտ որպես առաջարկ կարծում եմ ԱԺՓ-ում կարելի է քննարկել, որ մի հատ ավելացնել ոչ ավել, քան նախորդ տարվա վճարված հարկերի X%, եւ ես կարծում եմ դա կաշխատի։ Տիկին Գալյան։ Շնորհակալություն։ Իհարկե ես դեմ չեմ առաջարկները քննարկելուն, բայց ուզում եմ ասել, որ իմ պատկերացմամբ այդ հարցերը պրակտիկայում պետք է լուծվեն։ Ինչու՞, որովհետև եթե օրինակ իրավասու մարմինը գործ ունի խոշոր հարկատուի հետ եւ փաստացի չի վճարվել փոքր չափով հարկ, ինչը հատում է քրեորեն հետապնդելի արարքի շեմը, այստեղ ուղղակի պետք է քննարկվի դիտավորությունը արարքի կատարման հետ կապված, այսինքն մենք այդտեղ շեմերի խախտման կամ այլ այստեղ խնդիրը հետեւյալն է, որ դիտավորությունը քննարկվի, պետքա քննություն արվի։ Պետքա այդ մարդկանց ծանոթագիր տան, կանչեն, քննեն, հարցաքննեն, փորձաքննություն անեն, անեն։ Բայց կա առանց այդ ամեն ինչի անելու տարբերակ։ Չեն անում։ տեսանկյունից
քրեական օրենսդրությունը պետքա շատ որոշակի լինի։ Իսկ մնացած հանգամանքները, որոնք գործով պարզման ենթակա են, թողնվեն քննությանը։ Այդ թվում քննություն ասելով նկատի ունեմ վարչահարությունը։ Եթե վարչահարություն փուլում հնարավոր լինի դա լուծել, դա ընդունելի է։ Պարոն վարչապետ, եթե հատկանիշներ չկան, որ դիտավորությամբ արար կատարելու մասին, այսինքն չարամտորեն հարկ չվճարելու մասին տվյալներ չկան, հաղորդում էլ չպետք է լինի ըստ էության։ Պարոն Հակոբյան, պրակտիկայում սա կիրառելի է։ Ես ասեմ էլի պարոն վարչապետ, իրականում էս շատ հետաքրքիր քննարկում է, որի մեջով անցել ենք բավական երկար ժամանակ ու երկու տեսակետ է եղել սեղանին։ Կապել հարկերի վճարման հետ կամ իր շրջանառության հետ, թե թողել կոշշեմեր, այսինքն հստակ թվով։ Տեսեք, միջազգային փորձել ենք ուսումնասիրել, գործընկերների հետ են քննարկել ու անկեղծ ասած նույնիսկ մասնավորի հետ են քննարկել, իրանց մեծ մասը համաձայն է այս մոտեցման հետ, որովհետև պետության հանդեպ վնաս տալը կապ չունի դիմացինը ավելի խոշոր է, թե միջին է, թե փոքր է։ Այսինքն պետության հանդեպ վնասի տեսանկյունից պիտի մոտենանք այս շեմին, բայց որպեսզի կոնսենսուս գտնենք այդ երկու տեսակետի միջև, ես եթե լսեցիք, հնչեցեցի նաև այն լրացուցիչ շեմերը, որ ասի եթե 2 տարի անընդմեջ է 45 միլիոն է, առանձնապես խոշորի դեպքում ասի եթե 3 տարի անընդմեջ է 50-ը դառնում է 75 միլիոն։ Այսինքն մենք փորձել ենք այդ ձևով կոնսենսուս գտնել այս երկու տեսակետների միջև, բայց աշխարհի փորձը ասում է, որ դու պետք է կոնկրետ շեմ ունենաս, որովհետև պետության հանդեպ վնասը կապ չունի դիմացինը ինչպիսի եկամուտներ ունի, էլի։ Վարչապետ, ես կարծում եմ լավ շանս է, որ այս խնդիրը պիտի լուծենք, որովհետև գործընկերները հաշվի չեն առնում կապիտալի շուկայի զգայուն լինելը, որովհետև այդ խոշոր ընկերություններում որտեղ կողապատայի նման դեպք տեղի ունենա, ենթադրենք մենեջմենտի առաջնային կամ երկրորդային օղակի գործողությունների պատճառով, մինչև քրեական գործով քննություն լինի ու պարզվի կա նման բան, թե չկա, վերջ քրեական գործառույցելը դեռ չի նշանակում, որ հանցակազմ կա, բայց դա արդեն նշանակում է, որ իր բաժնետոմսերը արժե զրկվեցին, որից եւ բաժնետիրոջն ենք վնաս պատճառում եւ ինքներս մեզ, որովհետեւ այդ արժեզրկումը բնականաբար ֆիսկալ նեգատիվ ազդեցություն ունի։ Հիմա կարծում եմ ակնհայտ է, որ այն ընկերությունը մեր հարկատուն, որը անցած տարի մեզ տվել է 5 միլիարդ հարկ պետությանը, ես կարծում եմ իր դեպքում 30 միլիոն կամ 45 միլիոնանոց ենթադրյալ խախտումը չպետք է հանգեցնի մենեջերը քրեական հետապնդում սկսելու հետևանքի, որովհետև առնվազն այդ մարդկանց ռեպուտացիոն ռիսկերը դառնում են անկառավարելի եւ ես դες կարող եմ վստահաբար ասել, որ մենք տենց դեպքեր ունեցել ենք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք հետևյալը, որ այս նախագծով մենք արձանագրում ենք այն կոնսենսուսը, որը մենք ջերմուկի աշխատաժողովի ընթացքում արձանագրել ենք։ Այսինքն, այս կառավարության եւ գործարար համայնքի ձեռք բերած պայմանավորվածությունն է։ Այս արձանագրենք, հիշենք, որ այս բանը լավարկումը զարգացնելու բան ունենք, անհրաժեշտություն ունենք։ Ընդ որում զարգացնելու անհրաժեշտության այս պայն խոչընդոտը ոչ թե ըմբռնման բացակայությունն է։ Այսինքն այն որ ասում ենք, դրա շուրջ մենք ունենք լիարժեք ըմբռնում։ Այստեղ խնդիրը հետևյալն է, ինչպես ձևակերպել դա, որ ինքը իրավաբանական, տեսական եւ պրակտիկ խնդիրներ չառաջացնի, որը հակադրվի մեր ի սկզբանե ձևակերպած նպատակներին, որովհետև մեր նպատակը մեկը չի։ Մեր նպատակը երկուսն է։ Մեր նպատակը ոչ մի լումա ավել, բայց նաև ոչ մի լումա պակաս։ Հետևաբար, հիմա խնդիրն է նա, որ մենք կարող ենք ձևակերպել, որ ապահովի կամ ոչ մի լումա ավելը, կամ ոչ մի լումա պակասը։ Մեր խնդիրն է նա ձևակերպել նենց, որ երկուսը միաժամանակ ապահովի, դա օրենսդրական տեխնիկայի հարցա աշխատենք գրենք, այսինքն բանավեճ մենք չունենք, եկեք ձևակերպենք, որ պահին ձևակերպված լինի եւ մենք գործարար համայնքի հետ եւ իրավաբանական համայնքի հետ ունենանք կոնսենսուս, որ գտել ենք ձևակերպումը, անմիջապես բերում ենք կառավարության նիստ, ընդունում ենք անհետաձգելիորեն ուղարկում ենք ազգային ժողով։ Այս պահին այս կոնսենսուսը գնում է, մինչև մյուս կոնսենսուսի ձևակերպումը։